Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արհեռուստաընկերության եթերում Երկրապահ կամավորականների միության մեր հաղթանակը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հարգարժան հեռուստադիտող բարեկամներ, Երկրապահ ուխտագնացներն այս շաբաթ Տավուշի մարզում էին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Տավուշյան այցի մանրամասներն ընդգրկող տեսանյութ։ Մարտի 5-ին մեկնարկած երկրապահական ավանդական ուխտագնացությունը հունիսի 19-ին հասավ Տավուշի մարզ։ Ուխտագնացներն այստեղ եղան 4 օր։ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհուրդը ստեղծվել է 1996 թվականին։ Մարզային խորհրդի նախագահն է Ռուդիկ Դավթյանը։ Տավուշի մարզում կա 2163 Երկրապահ կամավորականների միության անդամ, որոնցից 175-ը երիտասարդ, 264-ը պատանի։ Պատերազմի տարիներին հայրենի սահմանները պաշտպանելիս եւ Արցախը ազատագրելիս զոհվել է 148 հոգի։ Նրանք Երկրապահ կամավորականների միության պատվավոր անդամներ են։ Տավուշի Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքները 4-ն են՝ Իջևան, Նոյեմբերյան, Տավուշ, Դիլիջան։ Տավուշն էլ է իր գոյությամբ պահպանում Հայաստանի Հանրապետության սահմանները, ամրապնդում Արցախի թիկունքը։ Իսկ սահմանն այստեղ երկար է, ձգվում է մինչև 400 կիլոմետր, որից 252 կիլոմետրը Ադրբեջանի հետ։ Սա Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունեցող Հայաստանի Հանրապետության մարզն է։ Տավուշի մարզի 63 բնակավայրերից 24-ը սահմանամերձ են։ Մարզը լինելով սահմանամերձ, անկախության գործընթացի եւ արցախյան ազատամարտի տարիներին մշտապես գտնվել է մարտական գործողությունների կիզակետում։ Տեղի կամավորական ջոկատները հանրապետության այլ վայրերից ժամանած կամավորականների հետ ուսուսի տված դիմակայել են թշնամու հարձակումներին, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, անառիկ պահել պետական սահմանն ու ապահովել մարտնչող Արցախի թիկունքը։ Տարբեր տարիների ընթացքում 320 տավուշցիներ նահատակվել են հայրենյաց օջախների պաշտպանության համար, լրացնելով ազգային ազատագրական պայքարի անմահների բանակը։ Տավուշցիներն ինքնապաշտպանությանը զուգահեռ հենց առաջին օրերից ընդգրկվեցին հայոց բանակի շարքերը, կազմավորելով իրենց վաշտերն ու գումարտակները։ Նոյեմբերյանի Շամշադինի վաշտերը մեր ապագա պաշտպանության ամրոցի առաջին քարերն են։ Եթե հիմքը ամուր չդրվի, ոչ մի բան չի ստացվի։ Մենք այս բանը մեկընդմիշտ պիտի ըմբռնենք։ Անդրադառնալով սահմանամերձ հատվածի ինքնապաշտպանության գործունեության կազմակերպմանը, դեռ 1990 թվականի նոյեմբերին իր ելույթներից մեկում ասել է Վազգեն Սարգսյանը։ Իհարկե, Տավուշի հիմնախնդիրները մշտապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում են, բայց Տավուշի ժողովրդի համար առանձնահատուկ բարոյահոգեբանական նշանակություն ունի նաև Երկրապահ կամավորականների միության վարչության հոգատարությունը։ Զորավարը հարազատ է տավուշցիներին, իսկ այս այցելությունները արդեն ավանդական են ու սկսվել են Զորավարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներից։ Հանրապետության հակամարտող կողմի հետ ամենամեծ սահմանն ունեցող Տավուշի մարզը, որը թե ճակատագրի բերումով, թե պետականորեն սահմանակցում է Ադրբեջանի 4 Ղազախի, Ախստաֆայի, Թովուզի եւ Գեդապեքի շրջանների հետ, մշտապես առանձնահատուկ ուշադրության է արժանացել գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից։ Պատերազմի ավարտից հետո բոլոր տարիներին եւ որպես կորպուսի հրամանատար եւ որպես պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը տարվա մեջ մի քանի անգամ այցելել է հանրապետության այս սահմանամերձ բնակչությանը, իր ներկայությամբ ոգևորել նրանց հայրենի օջախում մնալու կամքով ու հավատով ոգևորվել։ Տավուշցիները տարիներ առաջ Զորավարին արժանացրին Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչմանը, ի երախտիկ Զորավարի սահմանամերձ գոտու բնակչության հանդեպ դրսևորած յուրահատուկ վերաբերմունքի։
Երկրապահ ուխտագնացների Տավուշի մարզի ուխտագնացությունը սկսվեց նոյեմբերյան քաղաքից։ Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացի առաջին օրերից սկսած նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի գլխին կախված էին հարևան ադրբեջանցիների վայրագություններն ու ռմբակոծությունները։ Սակայն նոյեմբերյանի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում շատ արագ կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորվեցին։ Նոյեմբերացիները մարտնչեցին հայրենյաց օջախների պաշտպանության համար։ Քաջարի նոյեմբերյանցիներից ոմանք զոհվեցին, բայց երբեք թույլ չտվեցին, որ թշնամին առաջանա իրենց հայրենի եզերքներում։ Նոյեմբերյանի տարածքային բաժանմունքում երկրապահ կամավորականների միության անդամները 450-ն են, երիտասարդները 39, պատանիները 46։ Նոյեմբերյանում երկրապահ կամավորականների միության ուխտագնացները պատերազմի մասնակիցներ, երիտասարդ երկրապահներ, դրոշակակիր պատանի երկրապահներ, մտավորականներ զարդարեցին նոյեմբերյանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը եւ հարգանքի տուրք մատուցեցին իրենց զոհված ընկերներին։ Ջերմ մտերմիկ մթնոլորտում անցավ երկրապահ ուխտագնացների այցը նաեւ Տավուշի տարածքային բաժանմունքում։ Այցի ավարտին բոլոր ներկաները ծաղիկներ, ծաղկեպսակներ խոնարեցին Բերդի զոհված ազատամարտիկների հուշարձանին։ Բերդի տարածաշրջանի ջոկատները նույնպես լուրջ մասնակցություն են ունեցել արցախյան ազատամարտին եւ հայրենի սահմանների պաշտպանության մարտերին։ Այսօր բաժանմունքում հաշվառված են 860 հոգի, այդ թվում 60 երիտասարդ եւ 96 պատանի երկրապահ։ Ազատամարտում զոհվել են այս տարածքի 79 զավակ։ Այնուհետև ուխտագնացները եղան Իջևանում։ Իջևանի երկրապահ կամավորական ջոկատը հերոսական ճանապարհ է անցել, մարտնչելով հայրենի սահմանների եւ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանական մարտերում։ Իջևանի տարածքային բաժանմունքում կա երկրապահ կամավորականների միության 767 անդամ, 56 երիտասարդ, 77 պատանի եւ 52 զոհված։ Իջևանի տարածքային բաժանմունքում պատանի երկրապահ դրոշակակիրները մեծ ոգևորությամբ դիմավորեցին ուխտագնացներին։ Ողջույն պատանի երկրապահին։ Ողջույն պարոն Նիկոլաև։ Ազատ։ Այնուհետև երկրապահները ծաղկադրում արեցին Արցախյան ազատագրական պայքարի ու Հայաստանի անկախության համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ուխտագնացների հաջորդ հանգրվանը եղավ Դիլիջանը։ Ինչպես Տավուշի մարզի մյուս քաղաքներում, Դիլիջանում նույնպես տեղի ունեցավ պատանի երկրապահների եւ ուխտագնացների կողմից ծաղկադրման արարողություն։ Դիլիջանի բաժանմունքը նույնպես ակտիվներից է։ Դիլիջանի տարածքում կա երկրապահ կամավորականների միության 86 անդամ, 20 երիտասարդ եւ 45 պատանի երկրապահ։ Տավուշյան ուխտագնացության ամփոփիչ միջոցառումները գլխավորում էր անձամբ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Տավուշցիները զորավարին դիմավորեցին հենց մարզի մուտքի մոտ։ Դիմավորողների մեջ էին բոլոր խավերի ներկայացուցիչները, մտավորականներ, մասնակիցներ, արհեստավորներ, հողի մշակներ, համայնքների ղեկավարներ, մարզի գործող եւ նախկին ղեկավարներ։ Բոլոր կանգառներում տեղի պատանի երկրապահ կամավորականների մասնակցությամբ գեղեցիկ միջոցառումներ էին կայանում։ Ամենուր սահմանամերձ տարածքների բնակչությունը երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի հետ
խոսք ու զրույցի էր բռնվում։ Մարդիկ կամենում էին անձամբ գեներալից ստանալ հավաստիացում, որ մեր երկիրը արտաքին ոտնձգություններից պաշտպանված է։ Այդպիսի մտերմիկ զրույց տեղի ունեցավ Իջևան մարզկենտրոնում, զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ, ծաղկադրման արարողությունից հետո։ Երեխեք ողջույն ձեզ։ Ողջույն բարև զորավար։ Իրոք թուրքը խեղճացել է, լրիվ խեղճացել է մեր միասնության, մեր շնորհքի, մեր ուժի, մտածել այդ երկրի շնորհքի դեմ։ Ամեն ինչով էլ մի 10 լավ ավելի շատ, թե մարդկային ռեսուրս, թե զենք, զինամթերք հնարավորություն շատ են ունեցել, բայց դա չի չէ, որտեղ նրանք ուզում էին բռնանային, ուզում էին տիրանային, մեր հողին, ջրին, մենք էլ արտավոր էինք պաշտպանում, որ ստացվավ դրա համար, երբ մենք միասնական ենք, աշխարհի ոչ մի ժողովուրդ չի կարող մեր դրա համար լավ է, երեխեք ջան, լավ սովորեք, առաջինը ինչ ուզում եք գլեք, ձեր խելքը պիտի աշխատի։ Եթե ձեր խելքը մի վաղտա մարդու ֆիզիկականը պետք, երբ որ խելքը չի աշխատի։ Եթե խելքները աշխատի, ուրեմն ֆիզիկականը պետք չի խելքով։ Ողջունում եմ ձեզ։ Ուխտագնացների հաջորդ կանգառը Աչաջուրն էր, սահմանամերձ բնակավայր։ Պարոն Զորավար Աչաջուրի պատանի երկրապահները պատրաստ են շարունակելու կամավոր երկրապահների հերոսական մարտական հավաքությունները։ Ապրես, բարև ձեզ։ Կանենք նախ ողջունում եմ ձեզ։ Ողջունում Գիտեք, որ մեր այցելությունն ինչ է անվանում, ուխտագնացություն Տավուշի մարզ։ Հիշատակը վարպայելու մեր են զոհված ձեր հայրերի, հորողբերների շիրիմները եւ հանդիպում մեր հերոսական ժողովրդին, ովքեր իսկական երկրապահ են, ովքեր բնակվում են այդ սահմանամերձ գոտին։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ապրեք։ Ժողովուրդ ջան, ձեզ էլ եմ շնորհավորում, ուրախ եմ, որ դուք այս երկրում կաք, այս սահմանում ապրում եք։ Աչաջուրի երկրապահներ։ Դիտամ, բարոն Մեր վետերանին է լրիվ կրվող ծայք են։ Նրանք կրվող չերեկը պահպանողել են, պաշտպանողել են, ապրողել են, ստեղծագործողել են։ Այստեղ պատանի երկրապահների մատուցմամբ գեղեցիկ համերգային ծրագիր անցկացվեց։ Երկրապահ կամավորականների միության ուխտագնացությունների դերը հանդիսավոր ելույթում կարևորեց Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Մեծարգո պարոն Զորավար, սիրելի երկրապահներ, սիրելի հայրենակիցներ, ճակատագրի բերումով Ադրբեջանի հետ ամենաերկար Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի պաշտպանության պարտականությունը եւ պատիվը վերապահվեց Տավուշի մարզին։ 90 թվականին 1900 մենք ներքաշվեցինք մեզ պարտադրված պատերազմին։ Չունեինք զինվոր եւ սպա, գնդապետ ու գեներալ, սպարապետ ու զորավար, բայց ունեինք մայրեր, որոնք արդեն
30-40 տարի առաջ ծնել էին կոյրուններ եւ այդ կոյրունները 90 թվականին առյուծներ դարձան եւ ոտքի կանգնեցին մեր սահմանների պաշտպանության համար սահմանին կանգնեց հասարակ գյուղացին հասարակ մարդը աշխարհազորը որը պատվով տարավ այդ ամբողջ պայքարի ընթացքը հաղթեցինք մենք հաղթեցինք եւ Տավուշում, հաղթեցինք եւ Սյունիքում եւ հաղթեցինք Ղարաբաղում։ Ի շնորհիվ աշխարհազորի, որը ստացավ երկրապահ անունը։ Եվ այսօր մենք պետք է մեր երախտիկի խոսքը հայտնենք այն մարդկանց, որոնց ուժերով այսօր այս երիտասարդները կանգնած են այստեղ։ Եվ այսօր նրանց է վստահված վաղվա օրը։ Երկրապահը ծնեց հայոց բանակին եւ այսօր հայոց բանակը ի շնորհիվ երկրապահի կանգնած է սահմանում բայց բանակի հետ միասին կանգնած են նաեւ այն մարդիկ որոնք 90-ական թվականներին տարան այդ հաղթանակը բերեք փառք ու պատիվ ասենք նրանց բերեք այսօրվա գեղեցիկ օրը այս պատմական պահը օգտագործենք եւ օգտվելով այն հանգամանքից որ Աչաջուր համայնքում է գտնվում Արցախի հերոս գեներալ լեյտենանտ երկրապահի ղեկավար Մանվել Գրիգորյանը ասենք պարոն Զորավար շնորհակալ ենք ձեզանից շնորհակալ ենք այն միասնության համար որ դուք ստեղծում եք մեր ժողովրդի մեջ շնորհակալ ենք այն հզոր գործունեության համար որ դուք ծավալել եք գեներալի յուրաքանչյուր խոսքը դաս է եղել մեզ համար ինչպես ասում էր գեներալը ինքը հող ազատագրող գեներալ է, երբեք մենք հող չենք զավթել, մենք մեր պատմական հայրենիքն ենք ազատագրել եւ մենք կարողացել ենք հողը պահպանել, որովհետեւ դեռ դարերից եկող մի ճշմարտություն ուներ գեներալի շուրթերով ասած, հողը հանձնողը դավաճան է, մենք ոչ մի հող չենք հանձնել, ընդհակառակը հող ենք պահպանել եւ եթե որևէ մի անգամ հող հանձնվի մեր ազատամարտիկների շիրիմներից մեր ճակատին խարազանվի դավաճան բառը, իսկ հայը երբեք դավաճան լինել չի կարող։ Ուխտագնացները եղան նաև միջնադարի անմահ կոթողներից մակարավանքով։ Ամփոփիչ հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևների հանձնում տեղ ունեցավ։ Ռուդիկ Ռաֆիկի Գասպարյան Իջևան Անդրանիկ Տոզանյան մեդալով պարգևատրվում են Սարիբեկ Արտաշի Աբովյանը նոյեմբերյան Տավուշցիներին ոգևորեց եւ գոտեպնդեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ելույթը։ Սիրելի Տավուշցիներ, երկրապահ տավուշցիներ, հայ ժողովրդի քաջամարտիկներ, Տավուշի բնակավայրը ծնված օրվանից երկրապահ միջև խորցերություն իր ապրելը։ Ձեզանից լավ երկրապահ, լավ հայ մեկ էլ դուք եք։ Մենք էլ դրա համար գալիս ենք մեկ-մեկ ձեր մոտ, որ մենք էլ եղոդվենք եւ մենք էլ քաղցրանանք։ Այսօր մեր երկրի, մեր հանրապետության, մեր անկախության շատ կարևոր իրոք տարածաշրջանն է, անմիջական 350 կիլոմետր մոտ Ադրբեջանի, մնացածը Վրաստանի սահման, երկու երկու հանրապետության հետ ճաշված հազարավոր տարիներ մեր պապ ու պապերը ձեր նախնիները ապրե այսօր դուք եք ապրում ու ապրելու են մեր երիտասարդ ու պատանի երկրաբաները ձեր ցավը տանեմ
մեր երկիրն արդեն կայացած երկիր է։ Ճիշտ է, կան թերություններ, կան չլուծվող հարցեր, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա մեր ժողովրդի, մեր բոլորի խնդիրն է, մեր բոլորս միասին պետք է լուծենք։ Դրա համար ոչ մի խռովություն, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել մեր միասնության մեջ, քանզի մեր ճակատագիրը մենք ենք կերտողները։ Եթե մենք միասնական չլինենք, անպայման թշնամու ոտնձգության հանդես կգանք, դուրս կգա թշնամին նորից։ Լավ գիտեք, վերջին ժամանակներս, վերջին 2-3 տարիները ադրբեջանցին բոլոր տեսակի զենքի զինամթերքի գնումները կատարում է հարձակողական։ Մենք ամեն ինչ անում ենք ինքնապաշտպանության, իրենք անում են հարձակողական, որ նորից ոտնձգություն անեն մեր հողի կամ ջրի ժողովրդի նկատմամբ։ Չնայած իր բոլոր ձեռնարկումների, իր բոլոր քայլերի մենք մեր տանն ենք ապրում, դա կարողացել ենք ապացենք 94 թվականին ծնկի բերել, իրոք ծնկի եկել ադրբեջանցին, ունենալով առնվազն մեկին նորից 10-15 հարաբերությամբ, թե ֆիզիկական մարդկային ուժով, թե զենքի, զինամթերքի տարբեր տեսակներով, բայց մեր ճիշտ և միասնական լինելը, մեր տանը հողին, մեր խաչքարերին տերկանգնելը կարողացավ ուժ և շնորհք տալ, մենք կարողացանք ազատագրել այն ինչը որ մեզ պետք էր, այնքան ինչքան մեզ պետք էր, այնքան ինչքան որ անվտանգ պահեինք մեր ժողովրդին։ Այսօր մենք ունենք հայոց հզոր բանակ, որը որ այս ներկա գտնվող տղաների առողջության, մեր հերոս տղաների կյանքի գնով ստեղծել ենք հայոց հայկական բանակ։ Ես ուզում եմ բոլորս միասին մեր մեծ սպառապետի գլխավորությամբ հիշատակել բոլոր այն տղաներին, մանավանդ Տավուշի մարզի տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին ոչ թե միայն Տավուշի մարզի համար, այլ Հայաստանի և Արցախի բոլոր տարածաշրջաններում։ Մեկ րոպե լռությամբ հարգենք բոլորի հիշատակը։ Շնորհակալ եմ։ Ես իհարկե վերջերս մի հատ առիթ ա եղել, Պաշտպանության նախարարին հարց են տվել, իհարկե աստվողն էլ բանակում չծառայեց մարդեր, բայց պարզվեց, թե ադրբեջանցիք այդքան զենք զինամթերք են առնում, Մեսատե 90, Բեմպետրի և այլ և ասլերջա, ասի ճիշտ է կարող է փող չունենք առնում ենք, բայց մենք հնարավորություն ունենք լավ մասնագետներ, խելացի տղաներ ունենք, պատրաստենք, որ Աստված ոչ անի փորձեն դրանք գործի տնել մեր վրա, մեր ժողովրդի վրա, անպայման մենք, ես ձեզ խոստանում եմ, կճիսվենք հետներև։ Ու տենց էլ եղել է 92-94 թվականի պատերազմների ժամանակ։ Մենք ավելի շատ ենք ադրբեջանցու զենք, զինամթերք վերցել, իր հետ կռվել, քան թե որևէ մի երկիր կամ որևէ մի պետություն կամ մենք ունեինք, որտեղ իրանք շատ ունեին, չեն իմանում գիրեր, մենք չունեինք, մեզի պետք էր, մենք կարողանում ենք իրանցից վերցնել և կիրառել իրանց վրա։ Դրա համար մեզ եթե բոլորս միասին միասնական լինենք, ադրբեջանցուն չենք թողա, որ ոտնձգություն անի, իսկ եթե միասնական չլինենք, անպայման դրանք իրենց նենգությունը կանեն, ոնց որ հիմա եք տեսնում, սահմանի վրա կարելի ասել շաբաթական, կարելի ասել ամիսում 2-3 հատ երիտասարդի։ Ես շատ ցավալի է, որ մեր երիտասարդները սահմանի վրա խփում են, բայց այո, իրենք իրենց այրան, իրենց կրծքով
պաշտպանում են մեր հայրենիքը մեզ, մեր երեխաներին։ Սա է մեր ճակատագիրը, սա է մեր տարածաշրջանը, սա է այսօր մեզնից պահանջվում։ Դրա համար ես ուզում եմ ասել, որ տավուշցիներ ջան, իմ լավ երկրապահ ժողովուրդ ջան, իմ մեծ ատառով հայրենակիցներ, մանավանդ հպարտ եմ էլի այսօր, երբ որ են Գյուղի հրապարակում, մանավանդ մեր աղջիկ երեխաները, այն ուսուսի տված պարերը, քոչարին, սա է մարդու կյանք տվողը, սա է կյանքի շարունակությունը։ Շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում եմ մեզ առողջություն, երջանկություն, միասնություն, խաղաղություն։ Դա մեր բոլորի ձեռքն է։ Եթե մենք իրար հարգենք, սիրենք, միասնական լինենք, պարտադիր կերպով բոլորին կստիպենք, որ խաղաղ մնա։ Երկրապահական ուխտագնացությունն անցավ նաև Տավուշի մարզով։ Այն դեռ Հայաստանի, Արցախի բոլոր բնակավայրերով անցնելու է։ Ամենուր հայրենասիրությամբ եւ սեփական ուժերի նկատմամբ հավատով լցնելու հայությանը։ Օրերս հանդիսավոր պայմաններում զորահանդես, պարգևատրություններ եւ այլն նշվեց առաջին բանակային կորպուսի հիմնադրման 18-րդ տարեդարձը։ Մանրամասներն առաջարկվող տեսանյութում։ Հանդիսավորապես նշվում էր առաջին բանակային կորպուսի կազմավորման 18-րդ տարեդարձը։ Առաջին կորպուսը կազմավորվել է հրադադարի կնքումից անմիջապես հետո եւ դրա ստեղծման ակունքներում ամբողջապես երկրապահ կամավորականությունն է։ Հիմնադրման պահին կորպուսի կորիզը կազմում էին փառապանց 5-րդ բրիգադի մարտիկները։ Ասած ես երբեք չէի կարող պատկերացնել, որքան էլ իմ հավատը եւ հարգանքը մեծ է եղել գնդապետ Բանվել Գրիգորյանի նկատմամբ, որ ինքը Ղարաբաղից այդ ծանր եւ պատվավոր ծառայությունից հետո կարող էր միանգամից այսքան կամավորական զինվոր այսպիսի վիճակում կենտրոնացնել։ Ես բրիգադայի հրամանատարությունից պետք է շնորհակալություն հայտնեմ, ձեզանից պետք է շնորհակալություն հայտնեմ։ 18-ամյակի կապակցությամբ անցկացվեց հաղթական զորահանդես։ դիվիզիոնի եւ 174-րդ տարածին ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հիման վրա 2011 թվականի սեպտեմբերին Ողջունի խոսք ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Առաջին բանակային կորպուսը առավոտ ճանապարհ է անցել։ Անկասկած ամենամեծ ծանրաբեռնվածությունը ընկած է եղել Արցախի եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի վրա եւ դրա ուրույն տեղը եւ ուրույն դերակատարությունը ունեցել է Սյունյաց աշխարհի շարժումը, Սյունյաց աշխարհում ձևավորված կամավորական ջոկատների ներգործությունը, որոնց հենքի վրա էլ ձևավորվել է հայկական բանակը։ Բանակային կորպուսի տարեդարձի առիթով ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ով ժամանակին եղել է այս կորպուսի հրամանատարն ու անձամբ մարտական հայրենասիրական որակներ է արմատավորել կորպուսի աշխատավոճում։ Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանն անվանում էր հայոց անմահության դարբասը։ Հայոց բանակի հիմնադիր սպայապետ Վազգեն Սարգսյանը Սյունիքից տեսնում էր Արցախի անկախությունը։ Զորավարի ուղերձում ընդգծվում է, որ եւ Գարեգին Նժդեհի եւ սպայապետ Վազգեն Սարգսյանի պատգամները ամրագրված են մեզ պարտադրված պատերազմի ժամանակ թափված արյամբ ու հայ մարտիկների խիզախությամբ։ Առաջին բանակային կորպուսի կազմավորման օրվա կապակցությամբ նաև պարգևատրումներ եղան, հանձնվեցին կառավարական, գերատեսչական եւ երկրապահական պարգևներ։ Երկրապահական ընտանիքի եւ հոգեվորականության մայր եկեղեցու հարաբերությունները սերտ են ու բարեկամական։ Այս երկու խավերը փոխադարձաբար մասնակցում են միմյանց միջոցառումներին, ազգաշահ ձեռնարկումներին։ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծումն ասվածի լավագույն ապացույցներից է։ Երկրապահ կամավորականությունն ամենասերտ հարաբերությունների մեջ է մայր եկեղեցու հետ։ Երկրապահ կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանը
այն կարծիքին է, որ դարեր շարունակ մեր արյունարբու ոսողներին կարողացել ենք հաղթել նաև հավատքի զորությամբ եւ ուժով։ Դա է պատճառը, որ երկրապահական պատվիրակությունները մասնակցում են ցանկացած կարևոր հոգևոր արարողության։ Ահա խնդրեմ, երկրապահներն ակտիվ մասնակցություն ունեցան երկրաշարժից ավերված, ապա վերականգնված Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի ոցման եւ տեղադրման արարողությանը։ Բնական է, որ Գյումրի այցելած երկրապահական պատվիրակությունը այցելեց նաև Արցախյան ազատամարտի զոհերի պանթեոն, խոնարհվելու քաջ նահատակների շիրիմների առաջ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հաղթանակահաղորդաշարը կարող եք դիտել ամեն կիրակի ժամը 16:30-ին, ինչպես նաև ամեն երկուշաբթի ժամը 15:45-ին եւ 1:20-ին։ Հաղորդաշարի թողարկումները տեղադրվում են նաև եկմ.am կայքում տեսանյութեր բաժնում։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։